Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Այս թողարկմանը կներկայացնենք սեղաններին հարվածներ եւ ծափահարություններ ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Հայաստանի տարածքում Ադրբեջանի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել։ Միջին Միջանցքի մշուշոտ հեռանկարի ֆոնին որն է թրիփի կարևորությունը։ Պարենային անվտանգության առումով ինչ իրավիճակ է Հայաստանում։ Սեղաններին հարվածներ եւ ծափահարություններ ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Իշխող ուժի падգամավորները ընդդիմության բոյկոտի ձևն են կրկնօրինակել, երբ Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը ելույթի ժամանակ կաթողիկոս բառն է արտաբերել։ Ընդդիմադիրներն էլ պատասխանել են ծափահարություններով։ Բրավո, քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Շատ լավ, եկեք խաղանք այս խաղը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է։ Ինչ ասեմ, դմդմփու արեք կաթողիկոսի անունը լսելուց, դա է մակարդակը։ Նմանատիպ իրավիճակ գրանցվեց նաև Արփի Դավոյանի ելույթի ժամանակ, երբ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորը կաթողիկոսին դիմեց Ավազանի անունով, ինչին ընդդիմությունն արձագանքեց սեղաններին հարվածելով, իսկ իշխանությունը ծափահարություններով։ Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահման, իսկ Հայաստանի տարածքում շինարարությունը պետք է սկսվի արդեն այս տարի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հայտարարել։ Ալիևի խոսքով նախագիծն այսօր դիտարկվում է ոչ միայն որպես տրանսպորտային, այլև որպես էներգետիկ եւ ենթակառուցվածքային միջանցք։ Նա նշել է, որ Հայաստանի տարածքում Ադրբեջանի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել, որի արդյունքում նույնիսկ որոշվել են այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։ Ըստ Ալիևի արդեն պատրաստ է նաեւ Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի նախագիծը։ Ալիևի կարծիքով այդ ենթակառուցվածքը կարող է օգտակար լինել նաեւ Հայաստանի համար, քանի որ ըստ նրա գործող ատոմակայանը հնացած է եւ ապագայում կարող է փակվել։ Ադրբեջանցի մասնագետների Հայաստան կատարած այցի վերաբերյալ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղյակ է եղել։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա մանրամասներ է ներկայացրել։ Իրենց այցելության մասին մեր ուժը տեղյակ է եղել։ Մենք ցավոք տեղյակ ենք եղել ոչ թե պետական ինստիտուտների կողմից տեղեկացվելու արդյունքում, այլ մեր ունեցած կապերով մենք տեղեկացվել ենք, որ հարևան երկրից Հայաստան են եկել մասնագետներ եւ այցելություններ են կատարում Մեղրիի տարածաշրջանի տարբեր հատվածներում։ Ինչ մասնագետ։ Ժամանակը հատված կասեք, որ խնդրեմ բան կա։ Երբ ա եղել այդ այցը, որտեղ 2 ամսվա մեջ։ Թրիփի շուրջ հնարավոր զարգացումների, Միջին Միջանցքի մշուշոտ հեռանկարի, տարածաշրջանային երկրների ներգրավվածության վերաբերյալ կզրուցենք Լոնդոնյան համալսարանական քոլեջի դասախոս դոկտոր Էդուարդ Աբրահամյանի հետ։ Պարոն Աբրահամյան, Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 1 տարի անց թրիփի շուրջ իրավիճակն ինչպես է գնահատում, Միջին Միջանցքի մշուշոտ հեռանկարի ֆոնին որն է դրա կարևորությունը եւ որոնք են Միացյալ Նահանգների առաջնահերթությունները տարածաշրջանում։ Պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք, որի մասին նաև Իլհամ Ալիևը երեք հերթական անգամ նշեց, որ թրիփը, որը Զանգեզուրի միջանցք են իրենք անվանում, Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրված նախապայման է, եւ հետաքրքիրն այն է, որ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը ադրբեջանական կողմը դիտարկում է որպես զիջում իրենց կողմից։ Եվ իրենց եւ թրիփի կամ Զանգեզուրի միջանցքի այդ 42 կիլոմետրանոց հատվածի ամբողջ հիմնական իմաստը Ադրբեջանի, ինչպես իրենք են ձևակերպում, Ադրբեջանի տարածքի հիմնական մասի միացումն է, կապն է, անխոչնդոտ կապն է Նախիջևանի հետ։ Ինչով իսկ նրանք փորձում են մաքսիմալ օգտագործել, բարձրացնել Նախիջևանի ռազմավարական, տնտեսական, ենթակառուցվածքային պոտենցիալը եւ պատահական չի, որ Ադրբեջանը դիտարկում է թրիփը կամ Զանգեզուրի միջանցքը իրենց ռազմավարական ասետ, ակտիվ, քանի որ նրանք նաեւ բանակցում են տարբեր երկրների հետ, իրենք քննարկում են նաեւ թրիփի գործոնը եւ Նախիջևանի գնալով ավելի մեծացող ռազմավարական կարեւորությունը միջ տարածաշրջանային ենթակառուցվածքների, ապրանքաշրջանառության, կոմունիկացիաների համատեքստում։
Ինչ է դա Հայաստանին տալիս, եթե այն երասխի հետ չի կպնում եւ եթե Նախիջևանի հատվածի կոմունիկացիաները նույն կարգավիճակով չեն օժտված, ինչպիսին Սյունիքի 42 կիլոմետրանոց հատվածը, այսինքն եթե թրիփը չի գործում նաև Նախիջևանում, ապա թրիփը ըստ էության նույն Զանգեզուրի միջանցքը հակասում է Հայաստանի ռազմավարական շահերին։ Ինչ վերաբերում է միջին միջանցքին, ինչպես դուք ճիշտ նշեցիք մշուշոտ ապագային, ապա իսկապես միջին միջանցքի ապագան մշուշոտ է, եւ այստեղ կարևոր է նաև առանձնացնել այն հանգամանքը, որ թե Միացյալ Նահանգները, թե Հայաստանը թրիփը կապում են հենց միջին միջանցքի պոտենցիալի հետ, հեռանկարի հետ, նոր միջին միջանցքի կարևորությունը ավելի կընդգծվի որ թրիփի կարևորությունը կընդգծվի միջին միջանցքի համատեքստում, միջին միջանցքի գործածության, ակտիվության, ենթակառուցվածքների ստեղծման համատեքստում։ Այդ առումով պետք է նշենք, որ միջին միջանցքի ապագան բավականին մշուշոտ է, այնտեղ կա 4 առնվազն հանգամանք, որը խոչընդոտում է միջին միջանցքի ձևավորմանը, ստեղծմանը, եւ որը կարող է ուղղակի արժանանալ նույն Նաբուկոյի կարգավիճակին։ Առաջինը դա աշխարհաքաղաքական խոչընդոտն է։ Մենք տեսնում ենք, որ ներկայիս բազմաբևեռ հակամարտային աշխարհում ձևավորվում են դաշինքներ, հակադիր դաշինքներ, բևեռացումը պետությունների եւ տերությունների միջև ավելի է մեծանում, հակամարտություններն ավելի են խորանում եւ դա ազդելու է մեծ, այսպես ասած, տարածաշրջանային կամ միջտարածաշրջանային կոմունիկացիաների զարգացմանը, ակտիվ գործածությանը։ Երկրորդ խոչընդոտը դա էկոլոգիական է։ Մենք գիտենք, որ չնայած որ ապրանքաշրջանառությունը սև ջրային հատվածով որոշակիորեն մեծացել է վերջին տարիներին, բայց սև ծովի ջրի մակարդակը իջնում է եւ դա լուրջ խոչընդոտ է հետագա, չգիտեմ, նույն Ղազախստանի նավահանգիստներից դեպի Ադրբեջանի նավահանգիստներ այդ տոնաժների հաշվարկմանը, դրանց էֆեկտիվությանը, գնային առումով նաև այդ կոմունիկացիա, ջրային կոմունիկացիայի իրականացմանը եւ դա էկոլոգիական էական խոչընդոտ է միջին միջանցքի կայացման համար։ Երկրորդը այն է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հիմա ակտիվորեն առաջ են տանում հյուսիսային այդ արկտիկ ճանապարհի գաղափարը, որը շատ ավելի էժան է գնային առումով, ավելի մատչելի է եւ ավելի արագ է ապրանքների Ասիայից Եվրոպա տեղափոխման համատեքստում եւ վերջին խոչընդոտը դա ի վերջո արդեն իսկ գործող Բաքու-Թբիլիսի կարճ երկաթգիծն է, որը արդեն իսկ կա եւ նրա պոտենցիալը ամբողջությամբ իրականացված չէ միջին Ասիայից Կովկաս եւ այնտեղից Եվրոպա ապրանքների տեղափոխման համատեքստում եւ եթե կա արդեն իսկ գործող կոմունիկացիա, որը ամբողջությամբ իր պոտենցիալը չի կիրառում, ինչի նոր կոմունիկացիաներ ստեղծել։ Թրիփի եւ առհասարակ տարածաշրջանային գործընթացների համատեքստում շատ է քննարկվում Իսրայելի հնարավոր դերակատարությունը, ձեր դիտարկմամբ Իսրայելի ներգրավվածությունը մեր տարածաշրջանում ինչ ձևաչափով կարող է լինել, թե Թուրքիան եւ Իրանը դա երբևէ թույլ չեն տա։ Չեմ տեսնում Իսրայելի տնտեսական ենթակառուցվածքային ներգրավվածություն այս պահի դրությամբ, համենայն դեպս նման սիգնալներ ես չեմ տեսնում, ես տեսնում եմ այլ գործընթաց, դա Իսրայելի կողմից Թուրքիային զսպելու կոալիցիայի ձևավորումն է, այսինքն ուժային նոր բալանսի ձևավորման գործընթացներ են տեղի ունենում մեծ մերձավոր արևելքում եւ այս համատեքստում Իսրայելը որոնում է դաշնակիցներ եւ մենք տեսանք վերջին մի քանի օր առաջ Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Պակիստան կոլեկտիվ պաշտպանության կոալիցիայի ձևավորումը, որը ինչքան որ հասկանում ենք միտված է զսպելու Իսրայելի կողմից կամ Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս, Իսրայել եւ Հնդկաստան առանցքի ձևավորման այդ գործընթացները, այսինքն մենք տեսնում ենք երկու մեծ կոալիցիաների ձևավորման գործընթաց, որոնք միմյանց ուժային առումով փորձելու են բալանսավորել։ Իսրայելի հետաքրքրությունը Կովկասյան տարածաշրջանում, հատկապես որ Ադրբեջանը ակնհայտորեն
ըստ էության դիրքավորվում է ընդդեմ Իսրայելի եւ Թուրքիայի կողմից եւ խոսակցություններ կան, որ նույն նաեւ պաշտոնական այսպես որոշ փորձագետներ եւ ոչ եւ նաեւ պաշտոնյաներ ընդգծում են, որ Ադրբեջանի դերը որոշակիորեն եղել է Թուրքիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա դաշինքի ռազմավարական դաշինքի ձևավորման հարցում, պատահական չէ, որ մենք կտեսնենք նաև Ադրբեջանի ներգրավվածություն այս կոալիցիայի մեջ, հատկապես ինչի մասին, որ կարծես թե 3-4 օրը խոսել են նաև Հական Ֆիդանը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, նշելով, որ նոր անդամներ եւս ակնկալվում են, որ կմասնակցեն կոալիցիայի ձևավորմանը։ Իսկ Ռուսաստանն ինչ դերակատարում ունի այս գործընթացներում։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ըստ էության ողջունում է Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Պակիստան կոլեկտիվ պաշտպանության կոալիցիայի ձևավորումը, Իրանը հայտարարել է, որ վտանգ չի տեսնում դրա մեջ, հասկանալի է, թե ինչու, որոշակիորեն անհասկանալի էր Սաուդյան Արաբիայի եւ ինչ որ առումով անսպասելի էր Սաուդյան Արաբիայի ներգրավվածությունը այս դաշինքի մեջ, ի վերջո Սաուդյան Արաբիան առնվազն վերջի 2 տասնամյակների ընթացքում իրեն աստիճանաբար դիրքավորում էր սուննիական աշխարհում որպես Թուրքիային հակադրող տերություն, բայց այստեղ ավելի շատ նոր այս կոնյունկտուրաների, այդ թվում նաև Միացյալ Նահանգներ, Իսրայել, Իրանի դեմ պատերազմի հանգամանքը որոշակիորեն դեր է խաղում տարբեր այս երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի համապատասխան դիրքավորմանը նման կոալիցիաների ի հայտ գալու շրջանակներում։ Պարենային անվտանգությունը ցանկացած երկրի եւ հատկապես Հայաստանի համար պարզապես սննդամթերքի առկայության հարց չէ, այն երկրի կայունության կարևոր բաղադրիչ է։ Պարենային անվտանգության առումով ինչ իրավիճակ է Հայաստանում, որոնք են հիմնական ռիսկերը եւ արդյոք կան բավարար ռեսուրսներ հնարավոր ճգնաժամերին դիմակայելու համար։ Քրիստինե Ոսկանյանն է անդրադարձել թեմային։ Հաց, յուղ, շաքար 3 սովորական ապրանք, որոնք ամեն օր հայտնվում են մեր սեղանին, բայց դրանց ճանապարհը սեղանին միշտ չէ որ դյուրին է ու հասանելի։ Ինչ կլինի, եթե ներկրումները խափանվեն։ Կարող է Հայաստանը պարենամթերք ապահովել սեփական ռեսուրսներով եւ որքանով ենք մենք կախված ներմուծումից։ Պարենային անվտանգությունը սկսվում է հենց այս հարցերից։ Անվտանգությունը սուպերմարկետների դերակների լիությունը չէ, այն սկսվում է դաշտից, ջրից, արտադրողից ու մատակարարման ճանապարհից։ Հայաստանի պարենային անվտանգության իրական վիճակի մասին իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպյանի գնահատականը միանշանակ է։ Ինչպես են ընդհանուր պարենային ապահովության վիճակը մեր երկրում, պետք է պատասխանենք նույն դեմքով, ինչ որ բառնա տխուր։ Իսկ թե ինչու է տխուր, բանախոսը նշում է, Հայաստանի պարենի 55%-ը ներմուծվում է։ Ամենակարևոր ապրանքները ցորենը, յուղը, շաքարն ու դիզվառելիքը ներմուծվում է։ Պարենային անվտանգությունը ըստ Պիպյանի ունի 3 հիմնական բաղադրիչ՝ պարենի առկայություն, հասանելիություն եւ հասանելիության անվտանգություն։ Պետք է քաղաքականությունը վարվի ճիշտ, որպեսզի մշակվի, որ մենք այդ ապրանքն ունենք։ Հիմա գանք հասանելիության խնդրին, մենք ընդհանրապես պետք է համեմատենք Հայաստանի Հանրապետությունում ապրանքների գները, այդ թվում գյուղատնտեսական արտադրանքի Հայաստանի Հանրապետության միջին աշխատավարձի։ Հայաստանը սահմանափակումների է բախվում ոչ միայն արտահանման, այլև ներմուծման ոլորտում։ Աղասիթ Հավադյանը համարում է մեծ ռիսկ գյուղատնտեսության համար։ Այն դեպքում, երբ ըստ նրա գյուղատնտեսությունը ապահովում է նաև սահմանը պահող զինվորների պարենային կարիքները։ 2026 թվականի առաջին կիսամյակում ըստ տնտեսական ակտիվության ցուցանիշների գյուղատնտեսությունը արդեն իսկ անկում է ապրիլ 11.9%-ով։ Սրան գումարենք, որ մեր կառավարության օրոք 2018 թվականից մինչև 25 թիվը կումուլյացիվ գյուղատնտեսությունը անկում է ապրել 13%, արդեն իսկ ցույց է տալիս, որ գյուղատնտեսությունը որպես ռազմավարական ոլորտ, որ ապահովում է պարենի անվտանգությունը, բարձրի վիճակում է։ Բանախոսները դեմ չեն, որ Հայաստանը պարենի տեսանկյունից ինքնաբավ երկիր դառնա, պարզապես անհրաժեշտ է խոսքից գործի անցնել, նշում են նրանք։ Չպետք է թույլ տալ, որ Հայաստանի կախվածությունը հատկապես Ռուսաստանի Դաշնությունից եւ ԵԱՏՄ երկրներից ավելի խորանա ու դառնա ազգային անվտանգության խնդիր։ Բաբկեն Պիպյանը ցավով է նշում, որ Ռուսաստանի Դաշնությունը կարողանում է պլանավորել Հայաստանի տնտեսությունը, հատկապես գյուղատնտեսությունը։ Սրանից վախենալու բան կա, դուք ասեք անկախություն փաստը մնում է փաստ,
որ ոլորտին ձեռը տալիս է, ասում են կընկնեք սանկցիայի տակ, հաջորդ օրը պարզվում է մենք հետո ունենք լուրջ խնդիրներ այլընտրանքների ուղղությամբ իրական աշխատանք չեն կատարել, այսինքն մենք գյուղատնտեսություն չենք ունեցել, agrարային քաղաքականություն, մենք ունեցել ենք ուրիշի պատվեր կատարելու հողատարածքներ, որի վրա գյուղատնտեսական աշխատանքներ են կատարել, դրանք տարբեր բաներ են։ Ծաղիկա պետք ինձ, ոչ թե ձեզ, մենք հաճացրել ենք իր համար։ Մեզ այդքան ձուկ պետք չի, այդ ձուկը գնալու էր իր շուկա, մենք այդքան ձուկ ենք արտադրել իր համար։ Ինքը մտնել է մեր տնտեսությունը պլանավորելու գործընթացի մեջ։ Հայաստանի պարենային անվտանգությունն ապահովելու համար կառավարությունը իհարկե ձեռքերը ծալած չի նստել, ասում են մասնագետները։ Պետությունը փորձում է երկու ուղղությամբ աշխատել՝ ավելացնել տեղական արտադրանքի ծավալը եւ նվազեցնել արտաքին մատակարարներից կախվածությունը։ Իսկ թե որքանով են այս քայլերը բավարար պարենային ինքնաբավության համար, ցույց կտա ժամանակը։ Քրիստինե Ոսկանյան, ՎՏ Հայաստան News։ Կլինի հաղթանակ, կլինի ջուր։ Ռուսաստանը տարիներ շարունակ հենց այս խոստումն է տալիս իր իսկ կողմից օկուպացված տարածքների բնակիչներին։ Հաղթանակ չկա, ջուր եւս։ Թեմային Դմիտրի Չիստյակովն է անդրադարձել։ Եկատերինբուրգի սովորական երեկոներից մեկն է։ Տևական ժամանակ է, ինչ բնակիչներն իրենց համար նոր շփման տարբերակ են գտել։ Երեկոյան զրույցներն ու քննարկումներն անցկացնում են խմելու ջրի հերթերում։ Կենցաղային կարիքների համար էլ ջուրը տուն են հասցնում շատրվաններից։ Պատկան մարմինները նշում են ստեղծված իրավիճակի բուն պատճառը քաղաքային անսարք մի քանի զտիչներն են, որոնք շարքից դուրս են եկել միառժամանակ։ Զուգահեռ այս ամենին Ուրալի բնակիչները հրապարակում են իրենց ջրամբարից այսպիսի կադրեր։ Գրում են՝ շուտով լինելու է այնպես, ինչպես Թյումենում։ Մաքուր ջրի պահպանության համար այնտեղ արդեն ստեղծել են ջոկատներ։ Խնդիրն առաջացել է ջրհեղեղներից եւ Տուրագետի աղտոտումից հետո։ Թյումենի բնակիչները հերթեր են կանգնում ջրատար մեքենաների մոտ, քանի որ խանութների դարակներում շշալցված ջուր հազվադեպ է հանդիպում։ Լողանում են խոհանոցում ծորակից հոսող ջրի բարակ շիթով։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերից մի քանիսում ծորակի ջրում երևում են մանր օրգանիզմներ։ Բնակիչներն այդ ջուրն անգամ տարել են Ռոսպոտրեբնadzor լաբորատոր հետազոտության։ Եթե այն որակյալ է, թող նրանք իմ ներկայությամբ խմեն։ Սոցցանցերում դժգոհողներին ու խնդիրը բարձրաձայնողներին ջրամատակարարման բաժնի աշխատակիցը սպառնացել է, ընդհանրապես կդադարեցնեն մատակարարումը։ Ում հետ եք պայքարում։ Աշխատանքային հերոսների, որոնք ձեզ ջուր են տալիս։ Իսկ ինչ կլինի, եթե ջրմուղը որոշի ջուր չմատակարարել։ Մենք ունենք վատ որակի ջրաղբյուր, եւ մենք ցանկացած պահի կարող ենք դադարեցնել աշխատանքը։ Ավելի ուշ չնայած կոմունալ կառույցի ղեկավարությունը ներողություն խնդրեց տեսանյութի համար, բայց սրանով խնդիրը բնակիչների համար լուծում այդպես էլ չստացավ։ Ընդ որում արդեն սկսել են ստացվել նախորդ ամսվա վճարային անդորագրերը։ Պահանջելու ենք անվտանգ ջրամատակարարման հրատապ միջոցներ եւ վճարի վերահաշվարկ։ Փաստաթղթերը նույնպես կօգտագործվեն դատարանում։ Ջրային խնդիրները ռուսական բանակի հետ միասին եկան նաև Ուկրաինայի օկուպացված տարածքներ։ Մարիուպոլում ջուրը պղտոր է կամ ժանգոտ։ Օրերով այստեղ բնակիչներն ապրում են առանց մեկ կաթիլ ջրի։ Օկուպացված Մարիուպոլում աճել է պահանջարկը այսպիսի սարքերի նկատմամբ։ Դյուրակիր ցնցուղը ջուրը վերցնում դույլից։ Սա իհարկե հարցին լուծում չի տալիս, սակայն որոշակիորեն օգնում է անելանելի իրավիճակում հայտնված մարդկանց։ Օկուպացված Դոնեցկում ջրի հետ կապված լուրջ խնդիրներ ծագել են դեռ լայնածավալ պատերազմի հենց սկզբից, երբ ռուսական զորքերը ռմբակոծեցին Սևերսկի Դոնեցկ գետից եկող խողովակաշարը։ Դատելով օկուպացիոն իշխանությունների հայտարարություններից նախկինում ծաղկուն ուկրաինական քաղաքում ջուրը տալիս են խիստ գրաֆիկով՝ մի քանի ժամով 3 օրը մեկ։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։